Որևէ բանի մասին լիարժեք վստահություն հնարավոր չէ ունենալ, փոխարտգործնախարար Պարուլ Հովհաննիսյանը այսպես արձագանքեց Ազատության հարցին, թե վստահություն կա արդյոք, որ Բաքուն բացի սահմանային հատվածը առհասարակ պահանջելու է, որ Եվրամիության դիտորդները հեռանան Հայաստանից։ Ոչ մի բանի մեջ երևի ասպես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Հարցին, թե այդ դեպքում ինչպես է Հայաստանը բանակցել, որ այդպիսի ձևակերպում կա փաստաթղթում եւ վերաբերում է հենց դիտորդներին, փոխարտգործնախարարը նշեց, թե հակասություն չկա։ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։ Օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը ազգային ժողով է հասել Եվրաքվե նախաձեռնության միջոցով, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Երևան քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Խոսնակը հայտնել է նաև, որ Արաղչին կհանդիպի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև վարչապետի եւ Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։